ես կարծում եմ մենք բոլորս պետք է ողջունենք բարձրաստիճան պաշտոնյայի այցը, բայց ես եթե անկեղծ լինեմ որևէ մի հայանպաստ, պետականանպաստ արդյունք չեմ ակնկալում, որովհետև կարծես թե շատ պարզ արտահայտվել է ԱՄՆ-ի նախագահը, որ ինչ էլ որ նրանք անում են նպաստելու ԱՄՆ-ի շահերին, դա այնքան պարզ է արտահայտված, որ դրան համադրելով թե ինչ է ասում Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, ես ակնկալում եմ, որ կշարունակվի ԱՄՆ նպաստ, ինչ որ կարող է ապագա միջև անգամ գործողությունների, անմիջական գործողություններ, ես այդպես չեմ ակնկալում, հնարավոր է ավելի արագացվի, օրինակ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան կապող այդ ճանապարհի կառուցելու մասին ծրագրերը, ինչու, որովհետև դա էլի եմ ասում, բացարձակապես որևէ մի նպաստավոր պայման չի ստեղծում Հայաստանի համար եւ հակառակը դարավոր իղձերը Թուրքիայի մասնավորապես եւ մեկ դարից ավել իղձը Ադրբեջանի կարող է դառնալ իրականություն, այն է այս ցնդաբանության այսպես մոտ կանգնած մեծ Թուրանի կազմելու ծրագրերի նպաստող մի կարող է պատահի քայլ լինի, ընդ որում անպայման չի իրենք դրա մասին հայտարարեն, այսինքն նորից թմբկահարվելու է, թե ինչ լավ է, որ իմ երկիրս դառնա Միջանցք, ես դա վաղուց եմ լսել, դեռ 2010 թվականին է դա հնչեցվել ու ես հիշում եմ, որ Լեհաստանում եղել է միջազգային տնտեսական համաժողով ու ես գնացել եմ մի ուրիշ այսպես ասած սեկցիա եւ այդտեղ լսել եմ, որ բոլորի պատկերացումով Հայաստանը դա Միջանցք է ու ես այդտեղ ելույթ եմ ունեցել եւ իրոք ասել եմ, որ այդպես չէ, որ մեր ցանկությունը մեր հրաշք երկիրը տեսնել ուրիշների համար Միջանցք։ Բաքվի ծրագրերը շատ ավելի հեռահար են։ Փաստորեն այդ դատը ընթանում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ապաշնոր տասնյակ տարիներ շարունակ այսպես կոչված Մինսկի խմբի գործնեության դատավարությունն է դա։ Եվ ես չեմ զարմանա, որ մի օր, օրինակ, նույն այդ Էրդողան-Ալիև զույգը մեղադրի նախ եւ առաջ Մակրոնին, հետո Պուտինին, հետո եւ ԱՄՆ-ի երկու նախագահներին, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեն Բաքվում, դա դատավարություն է իր ազատության համար, իր ինքնորոշման իրավունքի համար, իր ցեղասպանությունից զրկելու, փրկվելու համար պես պայքարն է դատվում, կրկնում եմ, մեզ պետք է իհարկե մեր սիրտը ցավում է շատ կոնկրետ մարդկանց համար, բայց մենք պետք է տեսնենք, որ սա ավելի գլոբալ դատարան է, դատավիճիռ է, այդ առումով ես ինչ եմ ակնկալում, ահա իմ այստեղի ներկայությունս հենց իմ ակնկալիքները բոլոր այս տարիներին, որ ոչ թե մեկ կազմակերպություն, թեկուզ հիմա մեկ կազմակերպության մասին է խոսքը գնում, այլ միասնությունը գործերի, մտքերի եւ ծրագրերի մեջ։ Հայաստանում կան բազմաթիվ դրական ուժեր, որոնք որ կարող են դիմադրել այս անողնաշար եւ ամբողջովին այլ երկրի շահերին ծառայող իշխանությանը եւ կարծում եմ, որ մենք պետք է դա անենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։